Հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք արտահերթ ռեժիմով աշխատանքը, ես Գառնիկ Թավյանն եմ, եթերում լուրերի թողարկումն է, կարևորը նախամարոտ։ Կրկնակի քվեարկություն, մեկ խցիկում մի քանի ընտրող, ընտրատեղամասերում վիճաբանություններ, ոստիկանների վիճահարույց ներկայություն ու ընտրակաշարքի մասին ահազանգեր, որտեղ են արձանագրվել ամենաաղմկահարույց դեպքերը, ինչ են հայտնում դիտորդներն ու քաղաքական ուժերը եւ ինչպես են արձագանքում պատասխանատու մարմինները։ Ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրություն է ներկայացրել։ Ինչ կլինի, եթե ոչ մի քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքի, ինչ սցենարներ ակնկալել հունիսի 7-ին։ Ձերբակալություններ ու ներխուժումներ, ինչ գործողություններ են իրականացրել իրավապահները։ 2 ժամից ընտրատեղամասերը կփակվեն, խորհրդարանի ընտրությունը կավարտվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրություն է ներկայացրել։ Ժամը 14-ի դրությամբ ազգային ժողովի ընտրությանը մասնակցել է 847,226 կամ ընտրողների 33,4%-ը։ Երևանում մասնակցել է 283,601 անձ կամ ընտրողների 33,38%-ը։ Ամենաակտիվը Սյունիքի մարզն է, պասիվը Արմավիրը։ Օրվա ընթացքում աչքի են ընկել իրավապահները իրենց գործողություններով։ Հայաստան դաշինքի նախընտրական շտաբը հայտարարել է, որ առավոտից անդամներին բերման են ենթարկում կամ ձերբակալում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում որպես վկա հարցաքննելու պատրվակով։ Դաշինքը հայտարարել է, որ այս խայտառակ եւ հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը ինֆորմացիոն տերորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև եւ վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։ Այս ապօրինությունները կազմակերպող եւ իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը։ Դիմակավորված անձին Գյումրիում շրջափակել են ուժեղ Հայաստանի գրասենյակը, կուսակցությունն է ահազանգ հնչեցնում։ Ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուդինյանը հայտնել է, որ ձերբակալել են 3 անձի։ Դեպքի մասին մանրամասներ է հայտնել փաստաբան Արտուշ Հակոբյանը։ Եթե չարամատորեն խուսափում են տուրը բացելուց, ուրեմն փաստաբանի մասնագիտական կողմնակցությանը խոչընդոտում են։ Դուք տեսնում եք, որ Պարոն Խուդինյան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Ահազանգ ունենք, որ ընտրակաշարք է բաժանվում, մնացածը լրացուցիչ կտեղեկացնի։ Իսկ փաստաբանին ինչու չի թույլատրվում ներս մտնել։ Մնացածը հետո կասի։ Եվ քանի հոգի էին, պարոն Խուդինյան, ներսում գտնվում ներեցեք։ 3 հոգի։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ապրիլից հունիսի 7-ը ժամը 15-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնել են 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ։ Սակայն այս ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ 8 կոտորակ 33 ընտրատեղամասում ֆիքսել են, որ քվեախցիկի վերևում տեսախցիկ կա։ Չարամատորեն խուսափում են տուրը բացելուց, ուրեմն փաստաբանի մասնագիտական կողմնակցությանը խոչընդոտում են։ Դուք տեսնում եք, որ Պարոն Խուդինյան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Ահազանգ ունենք, որ ընտրակաշարք է բաժանվում, մնացածը լրացուցիչ կտեղեկացնի։ Իսկ փաստաբանին ինչու չի թույլատրվում ներս մտնել։ Մնացածը հետո կասի։ Եվ քանի հոգի էին, պարոն Խուդինյան, ներսում գտնվում ներեցեք։ 3 հոգի։
Հայաքվեն տեղեկացրել է նոր ընտրախախտման մասին, պարզվել է, որ 950 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում։ Լոռու Գարգար համայնքում տեղակայված թիվ 22 կոտորակ 34 ընտրատեղամասում հեծի աշխատակիցը ուղղորդել է ընտրողներին, կազմվել է արձանագրություն։ Օրվա ընտրախախտումները մեկ ռեպորտաժում հավաքել է Սեդա Մակարյանը։ Կրկնակի քվեարկություն, հոսանքազրկված ընտրատեղամասեր, քվեարկություն 2 հոգով, վիճաբանություն ու փոխադարձ մեղադրանքներ։ Խորհրդարանական ընտրության օրը դեռ չի ավարտվել, սակայն արձանագրված ընտրախախտումներն անհաշվելի են։ Գյումրիի 31 կոտորակ 53 ընտրատեղամասում 2 անձով քվեարկություն է գրանցվել։ Ըստ իշխանություն լրատվականի Գորիսում պայմանագրային զինծառայողներին պարգևավճար են խոստացել ընտրությանը մասնակցելու եւ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար։ Երևանի թիվ 14 կոտորակ 12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղանների վրա գտնվող քվեաթերթիկների մնացորդների քանակը տարբեր է։ 15, 16 եւ 19 համարի քվեաթերթիկները սեղանի վրա զգալիորեն ավելի շատ են, քան 3 եւ 7 համարներին է։ Վայոց ձորի մարզի թիվ 36 կոտորակ 15 ընտրատեղամասում ՔՊ-ի քարոզչական նյութերը տեղամասից անթույլատրելի հեռավորության վրա են։ Երևանի թիվ 14 կոտորակ 15 ընտրատեղամասում քվեախցում գտնվել է միաժամանակ մեկից ավելի ընտրող։ Հայաքվեն էլ ահազանգում է, որ Երևանի 9 կոտորակ 50 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թեղուտի վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում քվեախցիկ եւ օգնում ընտրողներին։ Արարատի 12 կոտորակ 15 ընտրատեղամասում համայնքի ղեկավարը դիմավորում եւ ուղղորդում է բնակիչներին։ Ազատ քվե դիտորդական առաքելությունը ֆիքսել է, որ Լոռու մարզի 23 կոտորակ 24 ընտրատեղամասում 2 ոստիկան օրենքի խախտումով մուտք են գործել տեղամաս եւ հետեւում են քվեարկության ընթացքին։ Երևանի թիվ 1 կոտորակ 3 ընտրատեղամասում տեսահսկման խցիկի տեսադաշտում չեն գտնվում քվեաթերթիկների տրամադրման եւ պահպանման վայրերը։ Շենգավիթ վարչական շրջանի 8 կոտորակ 59 ընտրատեղամասում ՔՊ-ականների ուղղորդմամբ քվեարկության եկած տղամարդը ցանկանում էր քվեաթերթիկը դուրս բերել։ Արմլուր լրատվականը հայտնում է, որ քվեախցիկում ընտրողին աջակցելու փորձ է տեղի ունեցել Մարտունու 21 կոտորակ 5 ընտրատեղամասում։ 9 կոտորակ 6 ընտրատեղամասում քաղաքացին պնդում է, որ իր հասցեում մարդ կա գրանցված, որին ինքը չի ճանաչում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը հայտնում է, որ Ալավերդու 24 կոտորակ 11 ընտրատեղամասում ՔՊ-ականներն իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից ի ապացույց ՔՊ-ին քվեարկելու փաստի։ 31 կոտորակ 6 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթների։ 25 կոտորակ 8 տեղամասում ընտրողը դուրս է հանել քվեաթերթիկները ցուցադրելով 3 համարը։ 8 կոտորակ 10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները։ Ըստ հետքի փոխանցած տվյալների Շենգավիթ վարչական շրջանի 8 կոտորակ 23 ընտրատեղամասում նաև քվեախցիկում լուսավորությունը պատշաճ ապահովված չի եղել, ինչի արդյունքում մարդիկ լույս են փնտրել քվեախցիկից դուրս։ Թալին քաղաքի 18 կոտորակ 30 ընտրատեղամասում ԱԳ նախարարի օգնական Արագածոտնի մարզի նախկին փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը ընտրության է գնացել քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանիշ քարտեզը կրծքին, տեղեկացնում է հետքը։ Ըստ ազատ քվե դիտորդական առաքելության դիտորդի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22 կոտորակ 32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ եւ ճնշման դրսեւորումներ։ Մասնավորապես ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը ըստ դիտորդի ուղղորդել է ընտրողներին, դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ եւ հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։ ABC մեդիայի տեսախցիկը ֆիքսել է, որ 15 կոտորակ 42 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը ցանկացել է օգնել մյուս քվեախցիկում կանգնած ընտրողին։ Հանձնաժողովի նախագահի միջամտելուց հետո քաղաքացին արձագանքել է՝ մի տնից ենք։ Օշականի մշակույթի տուն 17 կոտորակ 25 ընտրատեղամաս քաղաքացիները մուտք են գործել քվեաթերթիկով։ Օձուն գյուղի 24 կոտորակ 09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը եւ անտառատնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորել ու ուղղորդել են ընտրության։ Գյումրու 31 կոտորակ 41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դարձել, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին ու այնուհետև նետում աղբարկղը։
Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր թիվ է հրապարակել մասնակցության վերաբերյալ ժամը 17-ի դրությամբ Հայաստանում ընտրությանը մասնակցել է 1.224.957 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48.92%-ը։ Ընտրախախտումների մասին այս պահին զրուցելու եմ երիտասարդական ակումբների դաշնության արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի հետ։ Բարի երեկո, Տիկին Համբարձումյան։ Բարի երեկո։ Ինչպես կգնահատեք ընտրության օրվա ընդհանուր մթնոլորտը, ձեր դիտորդական խումբը քանի տեղամաս է դիտարկել եւ քանի դիտորդ է աշխատել այսօր։ Բարի, այսօր ժամը 7-ից սկսած մեր դիտորդական առաքելության խումբը իր եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներով դիտարկել ենք շուրջ 300-ից 350 ընտրատեղամասեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, դա նշանակում է տարբեր մարզերում, Երևան քաղաքում եւ այլն, եւ մեծ ակտիվություն կա ասեմ ընտրողների, որը որ մեր խումբը որակավորել է որպես աննախադեպ դեպք, ինչը որ մեզ համար հաճելի է, քանի որ մեզ համար ամենաառաջնային խնդիրը դա մեր ընտրողների կամարտահայտություններ, քաղաքական դիրքորոշումներ, իրենց ազատ կամքով եւ ազատ քվեով արտահայտվելը, բայց ինչ վերաբերում է ընտրախախտումներին, սա եւս ակտիվության փուլում է գտնվել։ Արդյոք այս ընտրությունը տարբերվում է նախորդ ընտրություններից արձանագրված խախտումների բնույթով եւ քանակով։ Անշուշտ տարբերվում է մեր արդար քվե դիտորդական առաքելությամբ հատկանշական եմ համարում ընդգծել, որ տեսեք մայիսի 14-ից մինչև հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածում մենք ֆիքսել էինք մեր youthvote.live կայքով ընտրախախտումների ավելի քան 381 դեպք, բայց այժմ այդ դեպքերը դարձել են 680 դեպք, ընդամենը մեկ օրվա ընթացքում եւ այն էլ օրը դեռ չի ավարտվել, առավոտվա ժամը 7-ից մինչև հենց այս պահը գրանցված ունենք 680 դեպք, որից մերժված 450 դեպքեր։ Սա նշանակում է, որ քաղաքացիների ուշադրությանն է մեծ արժանացել ընտրախախտումները, նրանց մտահոգության առարկան է դարձել եւ նաեւ մեր դիտորդների միջոցով մենք ստանում ենք այդ տեղեկությունները, այդ թվի հաշվարկի մեջ նաեւ չի մտնում ահազանգերը, որոնք ստանում ենք հեռախոսազանգերով։ Հեռախոսազանգերով փոխանցած տվյալները մոտ 100-ն են եւ դրանցից անմիջական հրապարակումներ ենք անում, մոտ 80-ը արդեն հրապարակվել է մեր արդար քվե դիտորդական առաքելության Facebook-յան էջով։ Եվ մեզ համար մտահոգիչ չեն, որ ընտրախախտումների մեծ մասը կապված են կազմակերպչական եւ փաստաթղթավորման գործընթացների հետ։ Սա նշանակում է մեր դիտարկումներով, որ ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտները լինեն հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք կամ այլ անձինք, ովքեր գործընթացի հետ կապ ունեն, մեծ իրազեկվածության եւ գիտելիքների ու կարողությունների պակաս ունեն։ Իսկ ունեք մոտավոր պատկեր, թե ընտրախախտումները հիմնականում որտեղից են, մայրաքաղաքից, թե հանրապետության այլ մարզերից։ Այդ դեպքով կարող եք արձանագրել, որ մի շարք շրջաններ կան, որոնք մեզ համար պիկ են, այսպես ասած, թոփ տեղեր են զբաղեցնում, դա առաջինը Երևանն է, գլոբալ առումով, բայց երբ որ նայում ենք մեր դիտորդների տրված տեղեկությունները ըստ ընտրատեղամասերի, ապա մեծ տեղ է գրավում Շենգավիթի վարչական շրջանը, Էրեբունի վարչական շրջանը, մասամբ նաև Նորքից ունենք այսպիսի արձագանքներ ու նաև այլ մարզերից, մասնավորապես Շիրակը, Արմավիրը, Վայոց ձորը։ Արդյոք արձանագրվել են դեպքեր, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքի վրա ձեզ։ Անշուշտ, հիմա ես մեր տեսակավորումը ասեմ, պատկերացնենք, թե ինչպիսի գործընթացի հետ մենք գործ ունենք այս ընտրախախտումների փուլում։ Քվեարկության գործընթացի խախտումները արձանագրվել 2 ժամվա ընթացքում 30 դեպք եւ ընդհանուր մինչ այս պահը 95 դեպք։ Տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրներ 2 ժամում ընդամենը 8 դեպք եւ մինչ այս պահը 32 դեպք։ Միջադեպ
տարբեր ընտրատեղամասերում 21 դեպք, տեղամասում գտնվելու կարգի խախտումներ, ապօրինի քարոզչության դեպքեր, ընտրողների վրա ճնշման եւ վախեցման դեպքեր, փաստաթղթերի հետ կապված այլ խնդիրներ եւ ընտրական հանձնաժողովների աշխատանքների հետ կապված դեպքեր։ Մենք ժամը 1-ի դրությամբ հայտարարել ենք մեր զեկույցում, որ մեծ տեղ ենք տալիս նաև դիտորդների իրավունքների դեմ ուղված, իրավունքների ոտնահարման ուղված ընտրախախտումներին։ Կարծում եմ սա ամենաիրազեկված մասն է ընտրական գործընթացում, որ եւ դիտորդը եւ վստահված անձը եւ ընտրողը ինչպիսի իրավունքներ եւ պարտավորություններ ունի, հետեւաբար եթե այդ մեծ իրազեկման միջոցով անգամ չկարողացանք պաշտպանել այն անօրինական քայլերը, որոնք որ այժմ կատարվում է եւ կատարվել է եւ շարունակում է կատարվել դիտորդների իրավունքների դեմ, ապա ինչ կարող ենք ասել քվեարկության թղթիկների մասին, ինչ կարող ենք ասել ապօրինի քարոզչության մասին, որ ընտրատեղամաս են մտնում իրենց քաղաքական ուժի քարոզչական նյութերով, մասնավորապես օրինակ քարտեզներով կամ գլխարկներով, շապիկներով անգամ վստահված անձին գալիս են առանց բեյջերի կամ թաքցնում են դրանք իրենց գրպաններում, այսպիսի բազմաթիվ վիճահարույց եւ աղմկահարույց դեպքեր ունենք։ Ձեր դիտորդները խոչընդոտների բախվել են։ Այո, սկսած ժամը 7:00-ից մասնավորապես Շենգավիթի համայնքում մեր դիտորդները բախվել են այնպիսի խախտումների, որ նրանց արգելել են հանձնաժողովի առաջին նիստին մասնակցել առավոտյան նիստին, ասելով որ դուք իրավունք չունեք մասնակցելու, մեր դիտորդի պնդմամբ էլի ցավոք սրտի չի հաջողվել համոզել, որ նրանք իրավունք ունեն, բայց մենք արագ արձագանքել ենք եւ որոշ տեղամասերում արդեն այդ խախտումները կամաց լուծվել են։ Իսկ իրավապահները ինչպես են արձագանքել ձեր ներկայացրած ահազանգերին։ Դեռևս իրավական փորձագիտական խումբը աշխատում է այդ ուղղությամբ, այժմ հաստատված հաշվետվություն չունենք եւ չեմ կարող ներկայացնել։ Իսկ եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամները հրաժարվել են տրամադրել անհրաժեշտ տեղեկություն կամ արդեն նշեցիք սահմանափակել են դիտորդի աշխատանքը կամ էլ չեն արձանագրել խախտումը, որովհետև ունենք դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը հրաժարվել էր արձանագրել այդ խախտումը։ Այո, բազմաթիվ են, անգամ կարող եմ հնչեցնել այստեղ եթերով, որտեղ դա շատ եւ անմարդկային էր մեզ համար թվում եւ ինքը ընտրախախտում է, օրենքի խախտում է։ Մեր դիտորդին արգելել են զուգարանից օգտվել հանձնաժողովի ընտրատեղամասում եւ այնուհետեւ երբ որ երկու խախտումներ է արձանագրել նա եւ պնդել, որ պետք է արձանագրի հանձնաժողովի նախագահի միջամտությամբ անմիջական վերահսկողության տակ նրանք ասել են, որ արի մի արձանագրի, բայց օգտվիր զուգարանից։ Սա գիտեք ոնց ոչ մի ձևով չես կարող բնութագրել, այսինքն օրենքի շրջանակում անգամ տեղավորելի չէ, անմարդկային սովորական տարեր է պարունակում, որը զարմանալի է, որ այսօր 21-րդ դարում 2026 թվականում կարող էր տեղի ունենալ դեպի զարգացումը քայլ առ քայլ գնացող Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ համար վիրավորական է այս դեպքերի ամրագրումը։ Հանձնաժողովների աշխատանքներում նաև նկատվել է այնպիսի թերություններ, երկու ծրարը միանգամից մեկ մարդուն տրամադրելու մեջ, քվեարկության թուղթը թերթիկը երկուական տրամադրելու մեջ, որը խոսում է այն դիտավորության մասին, գուցե ցանկանում են շուտ սպառվի այդ քվեաթերթիկները եւ հաջորդ քվեարկողի համար ստեղծվի խոչընդոտ նոր այդպիսի քվեաթերթիկ ստանալու համար, որ հնարավոր են գտնում այդպիսի դեպքերը, բայց իհարկե չենք հաստատում, բայց հաստատում ենք, որ այդպիսի խախտումներ տեղի են ունեցել եւ սա անթույլատրելի է մեզ համար։ Իսկ նախընտրական շրջանում ինչ խախտումներ եք արձանագրել։ Նախընտրական շրջանում եւս հաղորդել ենք դրա մասին։ Հիմա այնքան ենք այսօրվա ընտրախախտումներով հագեցած, որ փորձեմ հիշել ինչպիսի վիճակահարույց դեպքեր, ատելության խոսքի, վարչական ռեսուրսի օգտագործումը մեզ շատ մտահոգեց, հատկապես քարոզչական նյութերի տարածման մեջ վարչական ռեսուրսի օգտագործմանը, հատկապես ուսումնական հաստատությունների եւ անչափահասներին քարոզչական քաղաքական գործընթացներին ներառելը, սրանք բոլորը
այո, հիշեցի նաև ընտրախախտումներից ամենագրավիչը այն է մեզ համար նաև անթույլատրելին այն է, որ քվյախցիկին մոտենում են ոչ թե մի հոգի, այլ միանգամից 3 կամ 4 հոգի եւ հանձնաժողովը նրանց չի կասեցնում, այլ դիտորդի մատնանշումից հետո են միայն անդրադառնում այս խնդրին։ Սա թույլ է տալիս մեզ մտածել, որ եւս մեկ անգամ փաստեմ եւ վերահաստատեմ, որ ընտրական գործընթացի ցանկացած մասնակից ընտրողից միջև հանձնաժողովի անդամ կարիք ունի ճիշտ իրազեկման, ընտրական գործընթացների նախապես իրազեկման եւ նախապես դասընթացների անցկացման։ Մենք ինչքանով որ հնարավոր է, ներառելով տեսեք շուրջ 360 դիտորդի, մենք ինչքան հնարավոր է մեր դիտորդական առաքելությունը թվային գործիքակազմի գիտելիքներ ու կարողություններ եւ ընտրական գործընթացի գիտելիքներ ու կարողություններ փորձեց տրամադրել մեր դիտորդներին։ Մենք արդեն կարող ենք հանգիստ սրտով նշել, որ շուրջ 360 հոգի պատրաստ համայնք ունենք, պատրաստ հասարակության մաս ունենք, բայց տեսեք ինչքան մեծ է մեր հայկական համայնքը, ինչքան մեծ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի այն մասը, ովքեր իրավունք ունեն ընտրելու, ովքեր իրավունք ունեն ընտրական գործընթացներում ներառվելու пассив կամ ակտիվ ընտրակարգով։ Իսկ այս նախընտրական շրջանում արձանագրված քրեական վարույթները, ձերբակալությունները ըստ ձեզ ազդեցություն ունեցել են ընտրական միջավայրի վրա։ Անկեղծ ասած մենք դա դիտարկում ենք այո, որ ազդեցություն ունի, ընդհանրապես ազդեցություն ունի, բայց որպես այդպիսին, որ ստույգ տվյալներով նշեմ, չափելի չէ մեզ համար, մենք ուշադրություն չենք մեր ուշադրությունը չի ներառել ընտրակաշարքի թեման օրինակ, հա, պետական դավաճանության թեմաները, որոնց արդիվ բազմաթիվ ձերբակալություններ եղան, բայց սրանք նպաստել են, որպեսզի որևէ քաղաքական ուժի վարկանիշի վրա ազդեցություն գործեն, վատ ազդեցություն իհարկե, եթե մարդու կամ կազմակերպության դեմ որևէ քաղաքական կամ քրեական գործընթաց է սկսում, պարզ է, որ նրա բարի համբավը ավելի վարկանիշը իջնում է, քան բարձրանում է, սակայն կարծում եմ, որ դրանցից շատ քիչ են հաստատվածները, ի վերջո չհաստատված մեղադրանքի, այսպես, հա, արդարացություն կա այդտեղ եւ պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն քաղաքական ուժերի ծրագրերին, նրանց պատրաստվածությանը եւ ոչ թե նրանց դեմ հարուցվող գործերին։ Շատ շնորհակալ եմ, Տիկին Ամբարձումյան։ Շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ, ես զրուցում եմ երիտասարդական ակումբների դաշնության արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի հետ։ Շարունակենք, ընտրական օրը սովորաբար ավարտվում է մի պարզ հարցով, ով հաղթեց, բայց երբ քաղաքական դաշտը մասնատված է, իսկ մրցակիցների թիվը 18, պատասխանը կարող է այնքան էլ արագ չհնչել։ Քվեարկությունից հետո սկսվում է մեկ այլ փուլ, որտեղ կարևոր են ոչ միայն ստացված ձայները, այլև քաղաքական հաշվարկները, հնարավոր գործակցություններն ու ուժերի հարաբերակցությունը։ Կարող է արդյոք ընտրության արդյունքը նոր քաղաքական բանակցությունների սկիզբ դառնալ եւ ինչ է տեղի ունենում, երբ ընտրողն իր որոշումն արդեն կայացրել է, բայց իշխանության վերջնական պատկերը դեռ չի ձևավորվել, ռեպորտաժում։ 18 քաղաքական ուժ, 2,485,232 ընտրող եւ 1 գլխավոր հարց, ով է ձևավորելու հաջորդ իշխանությունը։ Առաջին հայացքից պատասխանը պարզ է թվում, իշխանություն է դառնում նա, ով հավաքում է ամենաշատ ձայները։ Սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրակարգում ամեն ինչ այդքան ուղիղ չէ։ Այստեղ հաղթանակը դեռ իշխանություն չէ, իսկ առաջին տեղը դեռ չի նշանակում կառավարություն։ Քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների եւ դաշինքների օգտին։ Փակվում են ընտրատեղամասերը, բացվում են քվեատուփերը, սկսվում է հաշվարկը։ Սակայն ընտրության գիշերը քաղաքական պայքարը հաճախ դեռ ավարտված չի լինում։ Այս ընտրությունում շատ փորձագետներ չեն բացառում մի սցենար, որի դեպքում 18 քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Թեև գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենք են դառնալու հաջորդ իշխանությունը, սոցիոլոգիական հարցումները այլ պատկեր են ցույց տալիս։ Որևէ ուժ առայժմ չի մոտենում բացարձակ գերակայության։ Եթե քաղաքական որևէ ուժ չի հավաքում 50% պլյուս 1 ձայն, ապա երկու հնարավորություն կա ընտրությունների հետագա ընթացքի հետ կապված։ Առաջին հնարավորությունը այն է, որ այն քաղաքական ուժերը,
որոնք ընդհանրություններ ունեն միմյանց հետ եւ գումարային առումով իրենց հասանելիք մանդատների թիվը գերազանցում է 52%-ը, նրանք իրավունք ունեն կոալիցիա կազմելու։ Եթե այդ կանխատեսումները իրականություն դառնան, սկսվում է քաղաքական մաթեմատիկան։ Կուսակցությունները փորձում են ընդհանուր հայտարար գտնել, հին մրցակիցները ընդհանուր լեզու, իսկ նախընտրական կոշտ հայտարարությունները հաճախ տեղ են զիջում կոալիցիոն բանակցություններին։ Բայց ինչ կլինի, եթե նույնիսկ այդ բանակցությունները փակուղի մտնեն եւ ոչ ոք չկարողանա ձևավորել կայուն մեծամասնություն։ Հենց այստեղ է, որ ընտրական գործընթացը ստանում է երկրորդ շունչ։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը։ Հայաստանի սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը նման իրավիճակի համար հատուկ մեխանիզմ են նախատեսել։ Եթե ընտրությունից հետո չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, գործընթացը կարող է տեղափոխվել երկրորդ փուլ։ Պարզ ասած, քաղաքական մրցավազքը մտնում է եզրափակիչ փուլ։ Երկրորդ փուլ են անցնում առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերը։ Եթե առաջին փուլը կարելի է համեմատել բազմամարդ մարաթոնի հետ, ապա երկրորդ փուլում վազքուղու վրա մնում են ընդամենը երկու մասնակից։ Երկրորդ փուլի պարագայում ընտրությանը մասնակցում է միայն երկու ուժ՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը։ Այդ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի շուրջ երկրորդ փուլում նույնպես հնարավոր է ձևավորել դաշինքներ եւ այդ պարագայում արդեն ի տարբերություն առաջին փուլի երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է եւ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Եվ այստեղ ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ երկրորդ փուլի հաղթողը պարզապես չի հաղթում մրցակցին։ Նա ստանում է նաև կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու եւ կառավարություն կազմելու հնարավորություն։ Այսինքն առաջին փուլում առաջատարը պարտադիր չէ, որ վերջում դառնա իշխանություն։ Քաղաքական մրցավազքում երբեմն վճռորոշը ոչ թե մեկնարկն է, այլ վերջնագիծը։ Պատկերացնենք, ստեղծվել է մի իրավիճակ, որ հաղթում է, ասենք, երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացուն, որը առաջին փուլի արդյունքներում դիցուք ստացել է 30% ձայներ։ Այդ պարագայում, եթե երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն հաղթում են, ուրեմն այդ ուժը ստանում է 52% մանդատ, այսինքն իրենք ստանում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի իրենք ունենան կայուն մեծամասնություն։ Մյուս կարևոր եւ ամենակննարկվող թեման այս օրերին այսպես կոչված ձայներ փոշիացնող ուժերն են, ովքեր են համարվում այդպիսիք, ում օգտին կարող են աշխատել նրանց ստացած ձայները եւ ինչպես է օրենքը կարգավորում այդ գործընթացը։ Այս հարցերին անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Եթե ձայների փոշիացման թեզը կեղծ լիներ, այս 30 ձայնը, որը դուք հիմա տեսնում եք, այս 30-ը, որը ոչ մեկի չի տրվել, չի բաշխվել, որովհետև շեմը ոչ մեկ չի հաղթարել, սա բոլոր օրինակ մեր դեպքում 16 կուսակցությունների ձայներն են, այստեղ միտեղ պիտի մնալ, ինչպես ասում է կենտրոնական ընտրականը։ Չպիտի մասնակցի ոչ ձայների բաշխմանը, ոչ մանդատների բաշխմանը, բայց դա այդպես չէ, մանդատների բաշխման process-ում այս 30 ձայնը ոչ միտեղ չի անհետանում։ Այս 30-ը բաշխվում է այս ուժերի միջև, չի բաշխվում հավասարապես, բաշխվում է անհամաչափ։ Իսկ ինչ կլինի, եթե քաղաքական ուժերից որևէ մեկը չընդունի ընտրության արդյունքը։ Այս դեպքում արդեն գործի են անցնում իրավական մեխանիզմները։ Ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքը կարող են վիճարկել ընտրությանը մասնակցած կուսակցություններն ու դաշինքները, բողոքարկելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը։ Բայց այդ բողոքը ներկայացվում է ոչ թե ընդհանուր իրավասության դատարան, այլ անմիջապես սահմանադրական դատարան։
Ընտրական օրենսգրքի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակումից հետո մինչև 5-րդ օրը ժամը 18:00-ն։ Այսինքն, եթե վերջնական արդյունքը հրապարակվում է օրինակ երկուշաբթի, ապա մինչև շաբաթ օրը ժամը 18:00-ն շահագրգիռ քաղաքական ուժերը կարող են դիմել սահմանադրական դատարան։ Եթե որևէ քաղաքական ուժ պարզապես հայտարարում է, որ չի ընդունում ընտրության արդյունքը, դա ինքնին իրավական հետևանք չի առաջացնում։ Իրավական գործընթաց սկսվում է միայն այն ժամանակ, երբ ներկայացվում է պաշտոնական դիմում եւ սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում գործը։ Այդ պատճառով էլ խորհրդարանի ընտրությունը միայն քվեների հաշվարկ չէ։ Դրանք նաև քաղաքական հաշվարկների, հնարավոր դաշինքների, կուլիսային բանակցությունների, համագործակցությունների եւ երբեմն նույնիսկ անսպասելի շրջադարձերի պատմություններ են։ Քվեարկության օրը քաղաքացին ընտրում է խորհրդարան, սակայն իշխանության վերջնական պատկերը կարող է ձևավորվել միայն ընտրությունից հետո քաղաքական ուժերի հարաբերակցության, բանակցությունների եւ օրենքով նախատեսված մեխանիզմների արդյունքում։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հիշեցնեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վիճակագրությունը ժամը 17-ի դրությամբ քվեարկել է 1.224.957 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48.92%-ը։ Մինչդեռ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությանը այս ժամի դրության վիճակագրությունը հետևյալն էր. ընտրել էր 989.973 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 38.18%-ը։ Ներկայացնեմ նաև ինչ վիճակ է ընդհանուր Երևանում քվեարկել է 412.168 անձ, Արագածոտնում 57.999 անձ, Արարատի մարզում 106.622 անձ, Արմավիրում 101.408 անձ, Գեղարքունիքում 83.348 անձ, Լոռիում 106.161 անձ, Կոտայքում 122.692 անձ, Շիրակում 96.077 անձ, Սյունիքում 59.215 անձ, Վայոց ձորում 24.171 անձ, Տավուշում 55.096 անձ։ Ամենաակտիվը Սյունիքի մարզն է, ամենապասիվը Արմավիրը։ Խորհրդարանի ընտրության քվեարկությանը մասնակցել են քաղաքական ուժերի առաջին դեմքերը։ Նրանց ելույթներն առանձնացրել ենք մեկ տեսաշարում, դիտենք։ Վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրանց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր։ Հիցուն հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղ ինչ որ տանել է, որ մարդիկ չզբաղվում են, բայց դրան էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդ ուզում է փոփոխություն, սուտ ասել է դա ապագա չի։ Եկեք մի դիրքի ազգային ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ։ Ամեն դեպքում քվեախցիկում մարդն իր խղճի հետ է, ինչ ուզում է սարան, մեկը իր խղճի հետ է մնում մենակ։ Ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ։ Ոչ թե մարդիկ, որոնք կարող են
ուրախությունների ժամանակ ուտել խմելով զբաղված լինել, այլ մարդիկ, ովքեր իսկապես քնած թե արթուն ուշադիր հետևում են, որպեսզի ամեն մեկի կյանքը լինի բարելավված, արդար։ Все, душ жарко, сапер. Չեն կարող Հայաստանին զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունն հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչու՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հարակվեին, հարակվե տեղի կունենային ժամանակ, երբ որ լինի հարակվեի առարկա։ Շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն վիճակի է պահել իր սահմանների անդրնում խելαιությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Ընտրությանը մասնակցել են նաև հայ-առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի եւ այլ հոգևորականների հետ քվեարկել է Էջմիածնի 14 կոտորակ 11 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում վեհապարը նշել է, որ իր ընտրությունը կատարել է հանուն Հայաստանի բարօրության, անվտանգության եւ խաղաղ ապագայի։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայսով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ Ընտրությանը մասնակցել է նաև Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանը, սրբազանը քվեարկել է Գյումրու 31 կոտորակ 44 ընտրատեղամասում։
Քվեարկությանը մասնակցել է նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Սրբազաննի իր քաղաքացիական պարտքը կատարել է Իջևանում, հիշեցնեմ, որ նա դատարանի թույլտվությամբ է մասնակցել ընտրությանը եւ պետք է Երևան վերադառնա ժամը 16-ին։ Այո։ Ո՞նց օրհնում եք կյանքը։ Քվեարկությունից առաջ նա կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ընտրությանը, ընդգծելով, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է երկրի ապագայի համար։ Նախ այդ որևէ ընտրություն եւ այս պարագային սա յուրաքանչյուրի պատասխանատվությունը, կեղծավորությունը եւ բառիս ամենալայն իմաստով ասում խաբեությունը, երբ դու չես գնում քո պատասխանատվությունը, չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ եւ ուրիշից հետո պահանջում ես, որ ինչ որ կերպով քո կյանքը բարեփոխվի կամ բարելավվի։ Հետևաբար ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը մյուս օր խոսելու, այլ պարզապես ինքը պատճառը դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը։ Եվ հետևաբար ես հրավիրում եմ, կոչ եմ անում այս կարևոր, շատ կարևոր հանգրվանին, որ ջրբաժան հանգրվան է մեր կյանքում։ Գնան ընտրության եւ ստանձնան այդ պատասխանատվությունը, ոչ միայն իրավունքը կիրառեն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, ընտրատեղամասերից ուղիղ միացումները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Իսկ եթե նկատել եք ընտրախախտում, կասկածելի կամ ուշագրավ դեպք ընտրատեղամասում կամ դրա շրջակայքում, ուղարկեք մեզ լուսանկարներ, տեսանյութեր եւ կարճ նկարագրություն մեր Telegram բոտի միջոցով։ Մեր հաջորդ թողարկումը ժամը 20-ին է։